Բարոյ հարգելի ֆուտբոլասերներ, եթերում Շաբաթային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը Հայաստանի ազգային հավաքականի անփոխարինելի առաջին համար լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին է։ Ռոման ջան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իրականում մեծ պատիվ է ձեզ լեգենդար մարդուն հյուրընկալել Շաբաթային տաղավարում։ Մի փոքր ետ գնանք, Ռոման ջան, ինչ կարիերային անդրադառնալ է։ Եվ այսպես 1974 թվական օգոստոսի 5 Բերեզովսկիների ընտանիքում ծնվում է որդի, այն էլ ինչ որդի, ով հետագայում դառնալու է լեգենդար դարպասապահ, դառնալու է Հայաստանի ազգային հավաքականի համար 1 դարպասապահը, ծնվել է Երևանում։ Այո, ծնվել եմ։ Երևանում որտեղ եք ապրել, Ռոման ջան, եւ ինչ հիշողություններ կա առասարակ մանկությունից։ Մանկությունը նենց անցել երևի թե բոլոր մեր հայացի երեխաների պես շատ ժամանակ դրսում ենք անցկացնում խաղալով, ֆուտբոլ խաղալով, ես իմ թակ պահ կվոցի եւ մյուս երեխական խաղերը 4-րդ մասիվում եմ ապրել, այո, առաջի հատվածում գնացել եմ երեխայք եղել, բայց ես շատ համեստ եմ, ինչպես հիմա չգիտեմ, բայց մեծերի հետ ամաչում էի միշտ խոսալ, մեկ-մեկին վրա հանակ էին անում, կարող լալեմ կամ չեմ կարող խոսամ, ասում են լեզու ցույց տուր, հաստատ լեզուն ես, թե ոչ, տես ինչ-որ բաներ։ Գնացել եմ հայկական մանկապարտեզ ու հենց մեր շենքի մոտ էր գտնվում։ Դրա համար շատ շուտ եմ հայերեն լեզուն սովորել, արդեն 5 տարեկանում հանգիստ կարեի խոսալ, շփվում էի երեխեքի հետ, հայաթում, հարաբես մեր ընտանիքում դեռ ոչ մեկ չէր խոսում, բայց ես արդեն խոսում եմ։ Բրավո։ Փաստորեն բակային ֆուտբոլը ձեր բակում եղել է ակտիվ։ Այո, հենց մեր շենքի դեմը ասֆալտից, բայց փոքրիկ ֆուտբոլային դաշտ կար, մենք շատ ժամանակ այնտեղ ենք անցկացնում, երևի այն տարվա սա բոլոր այդ խաղերը խաղում ենք մենակ ոչ թե ֆուտբոլ, լիքը մենք հորինում ենք տես խաղեր կա, նույնիսկ եթե նույնիսկ դաշտ չկար, քարերով էսպես մենք գոլերիկ չէ։ Այո, քարերով սինում ենք կամ սետկեքի վրա տես նշում ենք դարպասը տարբեր ձևի։ Մեկ-մեկ որ տեղ չէր լինում կամ մեծերն էին խաղում ավելի, չնայած մենք սաղ տարբեր ենք, մեզ տղամարդել էր խաղում, տես երեխեք, փոքր, մեծից փոքր։ Մեկ-մեկ լինում էր դպրոցի հայաթ էին գնում։ Ռոման ջան, ըստ ձեզ կարող են ակադեմիաները փոխարինել բակային ֆուտբոլին, թե բակային ֆուտբոլը ինձ թվում է ֆուտբոլը այնքան առաջ մեծ քայլեր արել է այս ընթացքում, որ հիմա արդեն շատ ավելի դարձել է պրոֆեսիոնալ եւ մանկուց արդեն թե երեխաները, թե իրանց մարզիչները, թե պայմանները, որը պետք է ստեղծվի, արդեն ավելի շատ պրոֆեսիոնալ կերպով։ Դրա համար բակային ֆուտբոլը էլի մնում է ու էլի օգուտ կարա տա, բայց հիմնականը արդեն ավելի ակադեմիաներն են։ Որ դպրոցն եք հաճախել, Ռոման ջան, եւ ինչպիսի աշակերտ եք եղել։ Ես գնացել եմ 150 միջնակարգ դպրոցը, ռուսական դպրոց էր այդ վաղտ, բայց էլի սկսել ենք այնտեղ հայերեն լեզուն, հայերեն պատմությունը սովորել նույնպես, մինչև 9-րդ դասարան շատ լավ էի սովորում, հիմնականում իմ ոնց որ ասած կոզերը այդ մաթեմներ ու ֆիզիկա այդ առարկաները, բայց ոչ ֆիզկուլտուրա։ Նո ֆիզկուլտուրն է առանց հարց, բայց
մենք այդքան շատ ենք ու շատ մեր մարզիչը այդքան պրոֆեսիոնալ ձևով էր մեզ պատրաստում երեխա վախտվանից, որ ֆիզկուլտը արդեն լուրջ չէինք ընդունում դպրոցի ֆիզկուլտը, որովհետև մենք շատ մեծ նագրուսկենք ենք ուտում, տենց երեխա հալով գնում ենք, շատ վազում ենք, իրար շալակում ենք, այն վաղ տրենաժորներ չկար, դրա համար մենք օգտագործում ենք ինչ որ կար թռնում ենք բարձր տեղից կամ դուք ձեր համար ստեղծում եք ամեն ինչ։ Այո, ստեղծում ենք, հենց կիսում էին ոնց որ 2 հոգով, մոտորապես քաշը համընկնի ու այնտեղ իրար պահում ենք, որ պրես անենք կամ շալակում ենք իրար, տենց լիք։ Դրա մեջ էլ քաղցրություն կա, որ ամեն ինչ չկար պայմաններ, բայց դուք ստեղծում եք այդ ամեն ինչը։ 7 տարեկանից եք հաճախել ֆուտբոլի, եթե չեմ սխալվում։ Այդ մի քանի ոնց որ ոչ թե վարիանտ է տարբերակ կար։ Սկզբից 7 տարեկանից գնացել եմ, իմ մարզիչը եղել է Մուրադյան, ցավոք սրտի շատ կարճ ժամանակ է ու անուն ազգանուն չեմ հիշում, բայց տենց ես դաշտի ֆուտբոլիստ էի, ես տեսնում էի ինձ դաշտում, ոչ թե դարպասապահ, կարճ ընթացք այնտեղ իր մոտ պարապեցի մի կես տարի ու չգիտեմ ինչ պատճառներով տենց հեռացա մի ժամանակ ընթացք չէի զբաղվում ու հետո տենց ստացվեց որ իմ եղբոր հետ ֆիզկուլտ ինստիտուտ համալսարանում սովորում էր մի հատ էլի տղա, որը թիմ էր հավաքել, բայց մի տարով ինձանից մեծ ու ինքը այդ վաղտ հիմիկվա Քյունիկի դպրոցում, բայց այդ վաղտ ուրիշ էր անունը Զդյուշոր, տենց այդ սովետի ռուսական լեզվով спортивная детская юношеская школа Олимпийского резерва։ Ուտեղ պարապել ենք երկար տարիներ արդեն, էլի բայց ես սկսել եմ ոչ դարպասապահ, հետո տենց պատահեց, որ փորձեցինք եւ մարզիչը ասաց, որ ես մեծ ունեմ ոնց էր ասած տվյալներ եւ ինքը տեսավ իմ մեջ դարպասապահ, ասացի։ Ու այդտեղից արդեն սկսեցինք, ու ինքը բացի մեր հիմնական պարապմունքները 10-15-20 րոպե խաղ պարապմունքներից հետո ինձ համար զբաղվում էր իմ անհատական դարպասապահի այնտեղ տեխնիկայա, բայց ինքը դարպասապահ չլինելով։ Իհարկե պետք է նաև շնորհակալություն հայտնենք ձեր մարզչին, որ ձեզ տեսավ այդ դերում եւ հետագայում արդեն մենք բոլորիս դուք պարգևեցիք նման էմոցիաներ, Կոշկագործ, Սյունիք ակումբներ, որից հետո արդեն տեղափոխվեցիք Ռուսաստան, Կոսմոս Կիրովեց, Սանկտ Պետերբուրգ, բարդ էր Ռոման ջան, միջավայրին դժվարություններ եղան այդ ընթացքում, թե Այո, լիք դժվարություն է եղել, դե գիտեք այդ տարիները թե Հայաստանում սովետը որ քանդվավ, անորոշ վիճակ էր, շատ մի կերպ դժվար ձևով գնացել եմ Ռուսաստան, ինքնաթիռը լիքը մարդ, որը կայնած ավտոբուսի նման բոլորը սենց հազի փոկվել էր ինքը գետնից հասցրել էր մեզ Մոսկվա, բայց չեմ ինձ ասում էին, որ կարողանան օգնեն ինձ, բայց դեռ մի տարի համարյա ես տենց ֆուտբոլի մեջ չէի, ինչ եկել է Ռուսաստան, երևի 93 թիվը դուրս էր եկել ոնց է ֆուտբոլային իմ կարիերայից, նոր 94 թվից սկսել եմ այդ ձեր ասած ակումբներով, տակից, տենց բարձրացել եմ ու հասել եմ Զենիթ, շատ երկար ժամանակ չտվեց դա, չգիտեմ այդ մեր պարապմունքներին, մեր ծանր պարապմունքներին եւ իմ մարզիչին առաջի Սերգեյ Ամատոնովիչ Կայֆաջյանին։ Զենիթում բայց անցկացրեցիք մոտ 6 տարի, եթե չեմ սխալվում, ու կարծում եմ դա շրջադարձային եղավ ձեր կարիերայում, այսինքն տեղափոխություն լուրջ ակումբ, հզոր ակումբ, ինչ կասեք Զենիթում անցկացած տարիների մասին այդ շրջանում։ Որ Զենիթ բարձր հետաքրքրությունը շատ բարձր էր քաղաքում Զենիթի հանդերձ, բայց այդ պահին դեռ թիմը
բարձրագույն խմբում չէր գտնվում։ 94-95 թվականները մի լիգա ցածր էր, 96, B դիվիզիոն այդ վաղ, первая լիգա տենց ասեմ։ Ու ոնց որ իր այդքան հզոր չէր, որպես ոնց որ հիմա, ոնց որ 2000 թվականների սկզբներից ու սկսեց տենց բարձրանալ։ Բայց այդ ծանր քայլերը Zenit-ի հետ ես արել եմ, սկսել եմ որպես ոչ համար առաջին բարձա, բայց տենց կյանքը հետո դրել է ամեն ինչի այդ տեղը ոնց որ կար։ 97 թվականին Zenit-ում խաղալու տարիներին դուք դարձաք Ռուսաստանի լավագույն դարպասապահ։ Ինչ է ձեր համար դա նվաճում, այսպես ասեմ, սպասում եք թե ես փորձում էի այդ իմ արդեն բարձրակարգ տենց պրոֆեսիոնալ ակումբներում Ռուսաստանում երբ որ ես սկսում էի, ոնց որ իմ վիզիտնի կարտոչկան այդ տարիները դառնում էր իմ պենալ բռնելը։ Ու հիմնականում առաջի հենց խաղերում, սկզբնական խաղերում տենց էր ստացվում, թե իմ ինտուիցիան էր շատ բարձր, թե իմ որակները, թռիչքային ռեակցիան, ցածկը հնարավոր է դա ինձ օգնում էր։ Ու տենց ես դառնում եմ միանգամից ոնց որ բալեշիկների լյուբիմչիկ տենց ասեմ։ Ռոման ջան, հաշվել եք, քանի 11 մետրանոց եք ետ մղել։ Խոսեցինք 11 մետրանոցից, դրա համար չէ, այդպես չեմ հաշվել, բայց այդ սկզբնական տարիները բավականին բարձր էր իմ տոկոսը այդ հանածներից, համեմատ բաց թողածները։ Իսկ ինչպես եք, իսկ կարծում եմ երկրպագուներին ֆուտբոլասերներին եւս հետաքրքիր է, ինչպես եք կողմնորոշում, որ անկնուն է։ Ես այս հարցը ճիշտ ասած Կասպարովին էլ եմ տվել, հետաքրքիր է նաեւ ձեր կարծիքը։ Ձեր ոնց որ այն ամենասկզբնա 11 մետրանոցները ոնց որ ես զգայի ու միջև հարված արդեն իմանայի որտեղ եմ ես թռչելու։ Հետո սկսեցի ինչ-որ փոքր դետալներին ուշադրություն դարձնել, ոնց է համեմատ գնդակին, այդ խփողը փորձում եմ մի քիչ 11 մետրանոցից առաջ ժամանակ ձգեի, որովհետև ես մենակ ոնց որ հերոս կարամ դառնամ, իսկ խփողը եթե գոլ չխփի, հակառակը արդեն մեկնում է։ Ոնց որ ինքը պարտադիր է խփի, բայց ես պարտադիր չի որ կբռնեմ էլի տես տոկոսները, բայց այդ ստրես վիճակում է գտնվում խփողը, դրա համար փորձում եմ այդ ստրեսային ժամանակը մի քիչ երկարացնել ու կարող է ինքը այդքան լավ հարված չկատարեր կամ մեկ-մեկ մի քիչ ուգլ է բացում, որ խափուսիկ, որ մտամ ես շփոթվել եմ սխալ տեղ եմ կանգնել ու բայց ես թռչում եմ այդ բաց ուգլը ու չէ, իրականում ամեն դարպասապահ չի, որ կարողանում է այդքան 11 մետրանոց ետ մղել, կան չէ, 11 մետրանոց ետ մղողներ կան, գլխով լավ հարվածող հարձակողներ, ձերը արդեն դուք այդ տեսակին եք պատկանում, հետագայում Սատուրն, Տորպեդո եւ եկավ ժամանակը Մոսկվայի Դինամո։ Սատուրն չէ, ոչ, Սատուրն չեմ եղել ես։ Չեք եղել Սատուրն։ Այդ Zenit-ից առաջ էլի Սատուրն չէր, Smena էր, Smena Սատուրն։ Smena Սատուրն, այդ Zenit-ից առաջ էր, իսկ Zenit-ից հետո արդեն եկավ մի տարի Տորպեդո Մոսկվա, որից հետո արդեն Դինամո Մոսկվա։ Ինչ տարբերություններ կառանձնացնեք Zenit-ի եւ Դինամո Մոսկվայի խաղային մոտեցումների, պահանջների։ Դե հիմնականում իմ մարզիչները եղել են ռուսական մարզիչներ, կամ ուկրաինական, կամ ռուսական մարզիչներ, որոնք անցել են այդ սովետական դպրոցը ու նախապատրաստական թե խաղային, թե այդ ձմեռային զբորների վաղ նման էր հիմնականում մեծ նագրուսկաներ էր, շատ ֆիզիկական վարժություններ, տենց երկար էր ժամանակը նախապատրաստական սեզոնը սկսվում էր մարտին, մենք 2 ամիս գնում էինք զբորներով, մի 3 անգամ կամ տարբեր տեղեր, իսկ ինչով էր տարբերվում Zenit-ը, որ մենք բարձրացանք բարձրագույն խումբ, դաժե առաջի լիգայում էլ հələ որ իրանք լցնում էին լրիվ ոնց էր մարզադաշտը
երկրպագուները գալիս էին։ Ու ոնց երկրպագուների առումով էլ 4-6 տարի, ես 7 տարի խաղացի Զենիթում 94-ից մինչև 2000-ի վերջը ու արդեն սովորել էի դրան, իսկ հետո որ տեղափոխվա Մոսկվա, Տորպեդոն խաղում էր Լուժնիկիում, շատ մեծ ստադիոն է, բայց երկրպագուների 200-300 հոգի, այնց ու պատկերացրեք։ Իսա դատարկ էլի։ Դատարկ, ինչ կիսա, դատարկ լրիվ ու դրան էդի մի քիչ անսովոր էր։ Հետո տեղափոխվա Դինամո այդ երկրպագուների պահը մի քիչ լավացավ, բայց էլի այն չէր, Զենիթին չէր հասնի։ Ոնց որ այդ էր հիմնականում տարբերությունը ու ոնց որ ճանաչվելու պահով երևի նույնպես, հա, Մոսկվայում շատ են թմերը, այնց մարդիկ շատ բան են տենում, իսկ այնտեղ Սանկտ Պետերբուրգում ավելի ոնց որ թվում էր, հա, որ Զենիթը մի թիմ է ու բացի այդ շատ են սիրում ֆուտբոլը, դրա համար հետաքրքրությունը ավելի շատ էր, ճանաչված պահը այդ ավելի շատ էր։ Հետագայում Խիմկի, որից հետո նորից Դինամո Մոսկվա, բայց ամենաշատ հանդիպումներ անցկացրեցի, եթե չեմ սխալվում, Խիմկիի կազմում մոտ 175 հանդիպում։ Տվյալներով եթե նայենք, կա խաղ, որ Խիմկիի կազմում կառանձնացնեք այդ երկար խաղերին, այդ որ հիշարժան խաղ, որ այսպես, որ ասում են Խիմկիում խաղացած տարիներ, դա եք հիշում։ Ну, շատ խաղեր ա եղել։ Ես եկել եմ Խիմկի, սկզբից ոնց որ այնց Դինամո Մոսկվայում եկավ Յուրի Պավլիչ Սյոմինը մարզիչ, ու ինքը իր հետ բերեց Ավչինիկովին, ու իմ հետ խոսած, ասեց ինքը համար առաջինն է իմ մոտ, բայց ես, դրան պատրաստ չէի, եթե սկզբնալի ոնց որ ինձ չեն նայում որպես մինիմում գոնե կոնկուրենտ, այ մի անգամից համար երկուս, ես ոնց որ տենց չհամաձայնվա դրա հետ ու տեղափոխվա, ոչ թե տեղափոխվա Խիմկի, այլ մի 2-3 շաբաթ երևի անորոշ վիճակների մեջ է, հետո Խիմկիից գործում եք կողմնորոշ։ Հա, կողմնորոշ է, սպասում է ինչ-որ մի ակումբ կուզենա ինձ, ու այդ պահին Խիմկին զանգեցին, Խիմկից ինձ ու հասեցին, բայց ես լուրջ ոնց որ չընդունեի, ասեցի դե կգամ, գիտեմ որ լավ ֆուտբոլիստներ եք հավաքում, բայց կգամ պրոստը պարապեն ֆորմաս պահելու համար ու կնայենք ու ոնց որ տենց գնաց ու լծվա իրահունով ոնց որ տղերքի հետ ծանոթացա, սա հիմնականում խաղացած ու փորձ վերած տղաներ էին ու ոնց որ տենց մեր դեմն էլ դրեցին զադաչ ոնց որ որոշում բարձրագույն խումբ դուրս գալու համար ու հետաքրքիր էր այդ տարին չնայած որ մի լավ հիշողություններ կա։ Այո, դժվար էր, պարզա, որովհետև պայեստկեքը երկար էր, այդ ակումբները, հակառակորդ թմերը շատերը Սիբիրում կամ ավելի հեռու, Վլադիվոստոկ, Խաբարովսկ, այդ որ գնում էինք խաղերի, 2 խաղ պետք է անցկացնենք դրսում, այդ ձգվում էր 5-6 մի շաբաթ օր, տենց մի քիչ սպეციფიკա այն վաղվա առաջի լիգան Ռուսաստան։ Եթե կան պլյուսներ, իհարկե մինուսներ էլ են լինում։ 94-ից 96 թվականներին դուք խաղացիք Հայաստանի երիտասարդական հավաքականում, բայց ընդհանուր առմամբ մոտ 8 հանդիպման եք մասնակցել, եթե չեմ սխալվում, եւ եկավ ժամանակ ազգային հավաքականի։ Ձեր նորամուտ ազգային հավաքականում եղավ 96 թվականին ոչ ավել ոչ պակաս Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում եւ ավարտվեց 0-0 հաշվով։ Ռոման ջան, ինչ զգացողություն ունեիք նախ որ Հայաստանի մարզաշապիկն եք գրում Հայաստանի հավաքականի եւ այն էլ նման հզոր մրցակցի դեմ խաղում։ Դե այդ Զենիթում խաղալը ոնց որ ինձ մի քիչ օգնեց այդ առումով, ինձ վստահություն ձեռք բերեց, որպես դարպասապահ, այդ հաջող խաղերը, այդ պենալները, դա կաուկա։ Լիքը մարդիկ ստադիոնում ոնց որ արդեն ես պատրաստ էի դրան, որը ինձ չէր խանգարում, դաժե ավելի շատ օգնում էր, որ ստադիոնը լիքն է։ Դրա համար մի քիչ հեշտ ստացվեց, արդեն վստահ էի ես իմ ուժերին, իմ մուտքը, այո, հիշում եմ, դրանից առաջ մենք ընկերական խաղ ենք անցկացրել Ֆրանսիայի դեմ Լիոնում,
որտեղ որ ես չեմ մասնակցում, ես պայստայինների նստարաններն էի Բայց Պորտուգալիայի խաղում բայց իմ ամբիցիաները արդեն սկսում էին խոսալ ինձ հետ ես ուզում էի դառնալ համար առաջին ու տեն ստացվեց վստահեց ինձ Խորեն Հովհաննիսյանը շատ ես благодарен очень ему так скажем поэтому կներեք որ մեկ ռուսերեն էլի խոսամ իհարկե դուք մտածում եք դառնալ առաջինը ու դարձաք առաջին Հայաստանի հավաքականի մինչև որս էլ համար 1 դարպասապահն եք մնում հավաքականում խաղալիս որոնք են եղել այն հարցակողները որոնց դեմ խաղացել եք ամենաբարդը որ լարվել եք իրենց դեմ որ խաղում եմ օրինակ չգիտեմ այսինչ հարցակողի կան նման թե բոլորի հետ էլ չէ նու այն վաղվա մեր ոնց որ համարյա միշտ մենք խաղացել ենք ինչ-որ աստղային թմի դեմ շատ ժամանակ թե Իսպանիա է եղել, Գերմանիա է եղել, Պորտուգալիա կամ նույնպես Ուկրաինան, որը ուներ շատ ուժեղ ֆուտբոլիստներ, ոնց որ Շևչենկո կամ Ռեբրով, այնց Իքը աստղերի դեմ ենք մենք խաղացել։ Գլխավոր աստղը եղել է Կրիշտիանո Ռոնալդոն։ Կրիշտիանո Ռոնալդոն, բայց այն մի քիչ առաջվա տարիները թե Կլինսմանը, նույնպես Ռաուլը, նույնպես մի քիչ Կրիշտիանոն մեզ ավելի մոտ է տարիների, հա, այն տղերքը մի քիչ իրանից ավելի տարիքով են, երևի դրա համար ավելի շատ իրան ենք հիշում։ Չէ, իրականում երբ խաղում էր Ռոման Բերեզովսկին, անկեղծ եմ ասում, մեզ համար երկրպագուների այն ժամանակ կապ չուներ թիմ մրցակից թիմի կազմում խաղում էր Ռաուլը թե Կրիշտիանո Ռոնալդոն, մենք վստահ ենք, որ դարպասը լավ ձեռքերում է, ինչպես ասում են, ազգային հավաքականի կազմում խաղացիք 94 հանդիպում ընդհանուր եւ ընդամենը 6 խաղ էր պակասում, որ հատեիք 100 խաղի շեմը Ինչ էր ձեզ համար նախ այս թիվը 94 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի կազմում եւ ինչու չտեսանք 100-րդ խաղը, այսպես ասենք, եթե քիչ ժամանակ էր, քիչ խաղեր մնում հատելու։ Նու ճանապարհը ինչ որ ճանապարհ որ անցնում ես, միշտ ինչ որ քայլերիդ համար երևի փոշմանություն կա կամ այնպես բան ու այդ առումով ինձ թվում է ես մեղավոր եմ որ քիչ եմ մասնակցել ընկերական խաղերին այն 90-ականներին որ հավաքականը գնում էր Ամերիկա, այնտեղ շատ խաղեր էր խաղում, տուրնիրներ էր անցկացնում, բացի այդ, նու, տենց 100-ամյակը ոնց որ կանցնեի, բայց հասկացում այդ կապ չունի այդ 6 խաղը, որ այդ սերը, որ ես զգում եմ մինչև այս օրերը, նույնպես իմ հետ է։ Համաձայն եմ ու իրականում որ ասում են Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, նույնիսկ այն մարդը, որ ֆուտբոլ չի սիրում, միանգամից մտքին գալիս է Ռոման Բերեզովսկի եւ իրականում բրավո եւ թիվը չէ որ պետք է ցույց տա սերը կամ նվիրվածությունը հավաքականի հանդեպ երբեմն Ռոման ջան արդյունքները երբ որ չեն գոհացնում երկրպագուներին իհարկե եղել են դեպքեր ինչպես է այդ դժվարությունը հաղթահարում հոգեբանորեն նու մինչև իմ առաջի ոնց որ երեխեն ունենալ է շատ ծանր է ծախտանում բոլոր իմ պարտությունները բոլոր իմ կերած գոլերը ոնց որ ասեմ մեծ դարդ էր իմ սրտիս ու ինձ դա շատ էր խանգարում ճիշտն ասեմ թե գիշերները չէի քնում միշտ այդ պահը իմ գլխիս դեմը իմ աչքերի դեմը ես սենց պետքա կանեի սենց այստեղ պետքա լինեի սենց պետքա թռչեի դա միշտ անալիզը գնում էր գլխի մեջ ու ինձ խանգարում էր հետագայի խաղի համար մի քիչ որովհետև ժամանակը գնում է ինձ թվում է այդ պսիխոլոգիայի առումով ես մի քիչ թույլ էի երևի հենց խաղի ընթացքում կարայի Պահե, բայց հենց մի հատ գոլ կերա արդեն շատ դժվարանում էր ինձ ոչ թե կոտրվում էի, միշտ այդ գլխիս մեջ սկսում էր ֆռալ այդ գոլը, այդ պահը, բայց խաղը շարունակվում է, ես պետք է մյուս դրվագներում օգնեմ, մեկ-մեկ էդի չէր ստացվում։
դրա համար Ես կարծում եմ ժամանակը որ երեխա հետ ունեցա մի քիչ հեշտացավ այդ պահը, ոնց որ ուզած փոքր երեխա է, ոնց որ պետք է իրան ուշադրություն դարձնես ավելի շատ ու դա օգնում էր։ Հայաստանի ազգային հավաքականի փայլուն լուսավոր կետերից մեկը Եվրո 2012-ն էր, որը մինչև օրս բոլորիս մտքերում է, շատ լավ հանդես եկանք իրականում այդ ընտրական փուլում, եթե չեմ սխալվում, խմբային փուլում ամենից շատ խփած գոլը մենք էինք, որը հեղինակել էինք, ինչպիսի հիշողություններ են պահպանվել առհասարակ այդ ընտրական փուլից ընդհանուր։ Ես այդ հատվածը շատ մեծ սերով եմ հիշում, որովհետև չեք պատկերացնում, որ մեր տղաները տենց փայլուն խաղում էին շատ խաղեր ու ոչ թե 1-2 շատ շատ խաղեր ու երբ որ ինչ որ գործողություն էին անում դու դե հետևից մեկ ափսոսում էիր որ արդեն տարիքով մեծ ես բայց շակաղում էր մարմինս ու հպարտություն էր գալիս թե մեր տղաներից Հենրիկ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան տղաները ու Արաս Օզբիլիս սաղ սաստավը կարամ սենց բոլորին ասեմ Եդիգարյան, Մկրտչյան, այո, որոնք այդ դժվարությունով սկսվավ այդ մեր հաջողությունները, բայց հետո հավատք եկավ 1 խաղ, 2 խաղ, ոնց որ մի քիչ դժվար անցկացրինք, բայց արդեն հավատք եկավ ու մենք սկսեցինք հավատալ, որ մենք կարանք բոլոր սապերնիկների հետ կարանք մրցենք, կարանք հաղթենք ու կապ չունի որ դաշտում տունը թե դուրսը, երբ որ այդ հավատքը գալիս է, ամենամեծ բանն է սպորտսմենի համար։ Իրականում Յուրա Մովսիսյանն էլ հարցազրույցներից մեկում նույն բանը ասաց, Գևորգ Ղազարյանն էլ երբ մեզ մոտ հյուրը շավի թայմում նույն բանը ասաց, որ մեզ համար կապ չուներ ով է մրցակիցը։ Իտալիան է, Դանիան, մենք խաղադաշտ ենք դուրս գալիս միայն հաղթելու, այսինքն ձեր ասած հավատքը երևի գերբնական ուժ էր, էդ։ Այո, մենք կներեք, որ կտրում եմ, մենք տարբեր ոնց որ կետերում ենք այդ հատվածին, ժամանակահատվածին, խոսքի Գևորգն դեղ, Յուրան դեղ, ես դեղ, բայց այդ զգացողությունը համընկնում եմ, բայց ես արդեն բոլորին տեսնում եմ, սենց ինձ հեշտ էր այդ պահը ու ես հասկանում եմ, որ սա շատ ուժեղ թիմ է ու հպարտանում է այդ թիմով հետևում։ Ռոման ջան, տեսեք, հավատքը իր տեղն ուներ, բայց եթե խաղային տեսանկյունից նայենք, ի՞նչն էր մեր ֆուտբոլիստների, մեր հավաքականի հաղթանակի գրավական, այսինքն Կորիզը Փյունիկի ֆուտբոլիստերն էին Եդիգարյան, Գևորգ Ղազարյան, Մխիթարյան, այսինքն համագործակցությունը փայլուն կերպով ստացվում էր, ինչ կասեք այդ համագործակցության հետ կապված։ Դե ինձ թվում է դրանից առաջ շատ ճիշտ ու լավ ոնց որ պրոյեկտ ստացվեց Փյունիկում, այդ ջահել ֆուտբոլիստները շատ տաղանդավոր էին, պարզավոր հիմա էլ են շատ ֆուտբոլիստներ տաղանդավոր, բայց գտնվում են իրար հետ, լավ հասկանում էին, համարցում էին համակումբում, հավաքականում, այդ կորիզը պլյուս արտասահմանից մի քանի մարզիչ նորություններով եկան, այնտեղ ֆիզիկականի մարզիչ Արգենտինայից, որոնք շատ ներդրում արեցին, կարող է իրանք տենց շատ չէին երևում երկրպագուների աչքին, բայց իմ մտածելակերպ ներքին խոհանոցում զգացվում էր, իրանք գործը նենց էին դասավորում, որ դա ծանր ֆիզիկական պարապմունքները փորձում էին տենց ժպիտով, հանակով, իրար մրցելով անցկացնել, որը տվեց այդ օգուտը, ու եթե դուք նկատեք այդ տղաները բավականին նենց երկար ժամանակ կարողացան գնալ Եվրոպա, ավելի ուժեղ թմեր ու իրանց մարմինը ավելի պատրաստ էր, մի քիչ շատ լուրջ վնասվածքներ Փառք Աստծո չեն, տարբեր են բարձա բոլորի ոնց որ բայց ահագին էդի օգնեց մեզ։ Կարող ենք նաև նշել Վարդան Մինասյանի, դեր ինչ կասեք Վարդան Մինասյանը ինչպես էր խաղից առաջ մոտիվացնում։
Նու Վարդան Մինասյանը դեռ մինչև որ դարավ հավաքականի մարզիչ ահագին փորձ բերեց թե Յան Պոտերֆիլդից եւ մյուս մարզիչներից ինքը միշտ օգնական էր այդ վերջի մի քանի մարզիչի հետ օգնական էր ու կողքից նայում էր փորձեր ձեր բերում նայում էր կողքից ու հետո շարունակեց իրանց գործը ու լավ շարունակեց իմ կողմից կարամ ասեմ որ շատ ինտելիգենտ եւ շատ կրթված թե մարզչականով, թե կյանքով, թե մարդկայինով շատ հարգված մեր մարզիչն է եղել, չնայած ինքը դաժե ինձանից փոքր է, բայց դա ոչ մի բան չի ասում։ Իհարկե ոչ մի բան չի նշանակում դա։ Այսպես եթե վատ հանդիպում չհիշենք, դեռ կգանք այդ հանդիպմանը կարծում եմ շատերը հասկանում են, որ խաղի մասին է խոսքը, այդ ընտրական փուլում որն է այն խաղը, չնայած հաղթանակներ շատ եղան, բայց որ ամենա այսպես դիպուկ որ գալիս է ձեր մտքին, որ խաղն էր։ Դե ինձ թվում է Դանիայի խաղը այդ ընտրական փուլում Դանիայի խաղը եւ նաեւ դրսի ու նաեւ Սլովակիայի դրսի խաղերը դա ավելի ոնց որ տես լրացուցիչ եւ մեզ հավաք տվեցին ոնց որ Դանիան արդեն հունիս ամսին էր ու մենք այդ հաղթանակից հետո լուրջ սկսեցինք մտածել որ խմբից դուրս գալու պայքարի մասին սակայն կարծում եմ ժամանակին այդ տարիներին շատ է խոսել այդ թեմայով եւ եղավ մի խաղ եղավ մի դրվագ Իturralde Gonzalez-ը, ինչպես ասում են, մեկ վայրկյանում փշրեց բոլորիս հույսերը, փշրեց բոլորի երազանքները, այսպես ասեմ, վստահ ենք բոլորս, որ կարմիր քարտը անտեղ էր, այսինքն չկար ձեռքով խաղ, երբ որ հեռուստացույցով դիտում էինք, պարզ երևաց, որ չկա ձեռքով խաղ։ Ինչ կասեք այդ դրվագի մասին, այդ էմոցիա չասեմ, այլ նեղվածության մասին, այդ պահի։ Ну, ճիշտն ասեմ, ես էլի проецирую на себя իմ տեսակետից, ես մենք սկսել ենք ու բարձա առաջի րոպեները մի քիչ հակառակորդները փորձում են զգալ իրար ու մի 15-20 րոպե ոնց որ մենք զգացինք ու սկսեցինք ավելի դոմինանտ լինել դաշտում, գնդակը շատ ժամանակ մեր մոտ էր, իրանց կիսադաշտում էր ու տենց ինչ-որ պահին կար էլի կոնտրոլի տակ էր ու ինչ-որ սխալ պաս ու միանգամից երկար պաս դեպի ինձ, ես գտնվում էի երևի 12-14 մետրի վրա դարպասից, ու տենց էր թելադրում այդ պահը ու արդեն ոնց որ սկսեցի շարժվել իմ մոտ Պահն էր թելադրում, որ դուք շարժվեք առաջ, որ շարժվեմ առաջ, որովհետև զգում էի, որ այդ ֆուտբոլիստը շատ ուժեղ գնդակ է գալիս, հնարավոր չի այդպես փափուկ կայնացնել, գիտեմ, ու ես որ սկսեցի վազել իր վրա, գիտեի հեսա կկպնի մի ինչ-որ մասին կամ ոտքին ու երկար կգնա, ու ես միանգամից աուտ կհանեմ, բայց դες գտնվա, որ հենց գնդակը հենց այդ մեծ արագությամբ դժվար գնդակ հենց ընկնում է իր դեմը Դա հնարավոր էր անել մենակ ձեռքով ճիշտն ասեմ, որը, դատավորը բայց չէր տեսնում, սենց փափուկ իջացնել իր դեմը, հետո որ մենք կամերաներով տեսանք, ու ես արդեն իր դեմն էի փորձում եմ պրոստը բախացնել, սենց Դուք այսպես արեցի ձեռքերս սենց արեցի, որ ինչ-որ ավելի շատ մեծ տարածություն ծածկեմ, բայց պարզը ես չէի սպասում, գիտե տարածությունը մոտիկա չի հասցնի գնդակը սենց հելի բարձր, ես գիտե որ ձեռքից չի կպնի, բայց այդ իմ շարժումը ոնց որ спровоцировало вот это решение судейское, плюс այդ դատավոր երկրպագուները, որ լցվել են 50,000, մի անգամից սենց բանարեցին ու այդ դատավորը ոնց որ ընկավ իրանց խելքին։ Նույնիսկ ռուս մեկնաբանը գոռում էր եթերում Նինադը Իturralde Նինադը, բայց ինչ Նինադը արդեն որոշել էր ինքը, որ պետք է կարմիր քարտ տա, բայց նույնիսկ ինչքան հիշում եմ չքննարկեց եզրային մրցավարների հետ։
Այդ վաղ դժվար տենց դինամիկ էպիզոդեր դրվագեր, որ ինձ թվում է դժվար էր այն վաղտերը տենց վառ համակարգ չկար, բարձա որոշումները մնում էր մենակ դատավորների վրա։ Ինձ թվում է հնարավոր է, որ կողքի դատավորը դաժե չնկատեր, չզգար, տենց արագ ամեն ինչ ստացվեց։ Իսկ այդ դրվագից հետո ես հիշում եմ ձեր էմոցիաները ինչպես արձագանքեցիք Կարմիր քարտին, իրոք ինչպես ասում են, կարծես ժամանակը կանգ առավ, որ բոլորս մտածում էինք, բա ինչ է լինելու հետագայում, որ թիմի կեսը կարելի ասել դարպասապահ թիմի կեսն է հեռացվեց, այսպես ասած, ինչ կատարվեց մնացած հատվածում, այսինքն տղաների հետ զրուցել եք խաղից հետո, ինչ էին զգում իրենք, ինչ կատարվեց դրվագից հետո։ Ну, երևի իմ զգացողություններով բարձր ինձ հեռացրեցին ու չթողեցին տրիբունայից նայեմ խաղը։ Նույնիսկ տրիբունայից չթողեցին, ահա։ Առաջի հատվածը ես տրիբունայից չէի նայում, տելևիզորով ռազդվակում նստած։ Հանդերձարանում նստած տխուր նստած էի ու զգացվում էր, բայց այդ շոկային վիճակը, որը զգում է թիմը, որովհետև ոչ մի ուրիշ բանով չի կարելի բացատրել այդ առաջի գոլը, ինքնագոլը, որը մենք երանք, որ մի քիչ որ չկողմորոշեց Վալերան, շատ ցավալի էր։ Ցավալի էր իրականում, բայց հայ երկրպագուների մտքերում, երբ որ ասում են հայկական ֆուտբոլ, կա երկու լուսավոր կետ, դա Ռադիո 73-ն է եւ ձեր ոսկե սերունդը, այսպես անուն դրեցին ոսկե սերունդ, իհարկե հուսանք, որ հետագայում եւս նման հրաշալի հնարավորություններ կունենանք խմբից դուրս գալու, եկավ ժամանակը հավաքականը լքելու։ Ձեր հրաժեշտի խաղը, եթե չեմ սխալվում, Բելարուսի հավաքականի դեմ էր, որը եւս ավարտվեց 0-0։ Համ նորամուտի խաղը 0-0, համ հրաժեշտի խաղը, պատկերացնում եմ, թե ինչ դժվար էմոցիաներ եք ապրել այդ խաղի ժամանակ, երբ այդքան երկրպագուների աչքի առաջ հրաժեշտ եք տալիս, ինչ էր կատարվում ձեզ հետ, ինչ զգացողություններ ունեք։ Մի քիչ դժվար պահ է այդ զգացողության համար, որովհետև մարդիկ եկան ինձ տենց շատ սիրուն ձևով հրաժեշտ տալու։ Լեգենդին վայել ձևով։ Այո, ու ես մինչև հիմա էլ ոնց որ ասած մինչև այս օրերը այդ նույն ձև զգում եմ, որ այդ մարդիկ իրոք իրանց հոգից այդ գալիս է այդ սերը։ Ու բարձր պարկաստու ես մինչև հիմա չեմ մահացել, ստեղ եմ Հայաստանում շատ ժամանակ եմ անցկացնում ու էլի շփվում եմ երկրպագուների հետ, ֆուտբոլիստների հետ ու ուրախ եմ հիմա այս ճանապարհով, ուրախ եմ, որ կարողացա, չգիտեմ, տենց մասիվցի փոքրիկ տղայից դառնալ տենց ճանաչված Հայաստան ժողովրդի համար մարդ։ Այս բառը քիչ մարդկանց է իրականում վայել լեգենդ, բայց իրականում դուք լեգենդ եք, կենթանի լեգենդ եք։ Հավաքականում անցկացրած տարիները մի փոքր եւս անդրադառնանք հավաքականին, վստահ եմ հավաքների ժամանակ եղել են հետաքրքիր դեպքեր, զվարճալի, կա ինչ-որ դեպք, որ կհիշեք այսպես զվարճալի հավաքներից։ Ինչպես էր անցնում հավաքները։ Հավաքները միշտ տղերքը ուրախ գալիս են, որովհետև գիտեք, բոլոր հայերն էլ սիրում են իրանց պետությունը, իրանց հայրենիքը, դրա համար լավ տրամադրությամբ գալիս էինք, պարզը առաջ չկար տենց լավ պայմաններ, բայց մենք մնում էինք կամ Դվին հյուրանոց, Նորքի մոռացանն հիմա Նորքում էինք ապրում, անի տենց տարբեր Էրեբունի հյուրանոցում հավաքներ էինք անցկացնում։ Ուրախ էր անցնում։ Շատ ուրախ էր անցնում, հա, ու մենք նաև ունենք Հարութ Աբրահամյան, որը մեզ բոլորիս
ուրախացնում էր, ոնց որ ժպիտ էր բերում մեր դեմքներին։ Դուք պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, ուզում էի հարցնել ով է ամենակատակասերը։ Այո։ Պաստորեն Արություն Աբրահամյանը։ Հավաքականի հետ արտագնախաղերը երկրպագուների դրսում Սփյուռքում ապրող հայրենակիցները աջակցությունը ինչպես էր լինում մարզադաշտում, շատ էին բավականին շատ են, մանավանդ որ մենք սկսեցինք լավ խաղալ, այդ ոնց որ երկրպագուների բանակը մեծացավ, հենց ասամ, բայց ու սկզբնական տարիները նույնպես, երբ որ սովետը քանդվավ, այդ 93-4 թվերին, հիշում եմ Բելգիայի առաջի մեր խաղը, լրիվ դարպասի հետևի տրիբունան մեր դրոշներն էր և մեր ձայները ավելի բարձր էր, չնայած թվով մի քիչ էինք։ Ռոման ջան, կարող եք հիշել այն գլխավոր սեյվը, որը ձեզ համար ամենա հիշարժան ասեմ կամ ավելի տպավորիչ ասեմ, որ մինչև հիմա հիշում եք, կա նման սեյվ, որը թեկուզ հավաքականի կազմում, որ դուք էլ զարմացաք, որ ինչպես ստացվեց։ Կհիշեք նման բան, թե դժվար է, ճիշտն ասեմ, ժամանակը գնում է ու մեկ-մեկ ես կադրերին նայում եմ ու չեմ հավատում, որ դա ես եմ եղել ինչ-որ տենց պահին, որովհետև չգիտեմ, Իսպանիայի դեմ կարծեմ, չնայած այդ պարտված խաղեր, բայց տենց դեպք եղել է, որ ոնց որ Ադինա մեկը էր դուրս գալիս ու ես ինա դու տենց ուգլը բաց հետողը ու կծվա այդ ուգլը ու խփեց այդ նույն հարցակողը, չեմ հիշում իր անունը հիմա։ Դիեգո Տրիստան։ Լեգենդերի հանդիպում, Ռոման ջան, Եվրոպան ընդդեմ Լատինական Ամերիկայի 2013 թվականին, եթե չեմ սխալվում, Չինաստանի Ուխա քաղաքում, եթե չեմ ոչ, դա 2 տարի առաջ է եղել, պես վերջ։ 2 տարի առաջ էր դա 23 թվականին, 23 ներողություն, հանդիպեցիք իրականում գերաստղերի ֆուտբոլային, դուք պաշտպանում եք Եվրոպայի դարպասը, երկրորդ խաղակեսը, մրցակից թիմում խաղում էին Բատիստուտան, Կական, Ռոնալդոն, Ռիվալդոն, եթե չեմ սխալվում, բայց ձեր կազմում էլ կային շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչ էր ձեզ համար այդ հանդիպումը, դա բարեգործական խաղ էր։ Այո, բարեգործական խաղ էր ու դա ոնց էր կազմակերպված ու ինչ աստղեր են ընդեղ գտնվում ու ինչքան իրանք համեստ ու հանգիստ են իրանց պահում այդ միջոցառումներին, զարմացնում էր ինձ, մենակ մի հարց կար իմ գլխիս մեջ, ես ոնց եմ ստեղ գտնվել իրանց մեջ, չգիտեմ, եկավ իրար մեջ երևույթ Չէ, վստահ չէ, որտեղ բայց շատ ուրախ եմ, որ իմ կյանքումս տենց օր 2-3 օր մենք անցկացրինք իրար հետ։ Ձեր թիմում Ֆիգու, Ռոբերտո Բաջո, Ռոբերտո Բաջո մեր մարզիչն է, այո, Տոտին, Մատերացի, հիմնականում երևի 70-80% սաստավի իտալական ֆուտբոլիստներ են ու այդ կազմակերպիչներն են նույնպես Իտալիայի ինչ-որ տենց բարձրաստիճան, ինչ-որ ակումբային ոնց էր это организовал кто это все. Это тоже итальянская фирма какая-то. Դրա համար իտալական ֆուտբոլիստները շատ էին այնտեղ։ Բայց ինչպես եղավ առաջարկը դա այդ։ Տենց միամիտ զանգեցին, տենց առաջարկ արեցին, ասի կարող շփոթվել եք։ Հերոսով չէին, ասեցին, կարանք, սա կոնցերտ կառնենք Երևան, Մոսկվա, Պեկին, Ուխան ու տենց էլ ստացվեց, այնտեղ մեզ դիմավորեցին, տարան հյուրանոց, շատ բարձր մակարդակով անցավ ու զգացվեց, որ չինացի մարդիկ շատ սիրում են, մանավանդ բրազիլացի ֆուտբոլիստներին, ճանաչված են, չէին թողնում լիֆտի մեջ հանգիստ գնային բարձրանային իրենց համարները։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարճ խոսենք նաև մարշական գործունեությունից, ինչպես որոշեցիք, ինչը մոտիվացրեց, որ այսպես միանգամից անցած մարշական աշխատանքի։ Դե այդ որոշումը, որը կայացրինք Հայաստանի հավաքականի, ճիշտ ասեմ, հա, Բելարուսիայի ոնց որ խաղը դա վերջինն էր օֆիցիալ հենց իմ կարիերայում, բայց մինչև այդ էր ոնց որ ավելի շուտ Պորտուգալիի դեմ էլի, որ մենք պարտվեցինք, չգիտեմ, խաղից առաջ տենց որոշում եկավ, եթե մենք պարտվենք, երևի պետք է արդեն ավարտեն, տենց էլ ստացվեց։ Ու հենց միանգամից ինձ առաջարկ եկավ Դինամոյի ակումբից դարպասապանների մարզիչ շարունակեմ ես սկսեմ ջահելների հետ, բայց շատ արագ ստացվեց, որ ես ընկա առաջի թիմ, տենց աշխատեցի ու հետո գնաց իմ մարշական տենց կյանքը։ Տարբեր թիմերում աշխատեցիք, կարևորը որ Ռոման Բերեզովսկուն կրկին տեսանք խաղադաշտում, արդեն ոչ թե դարպասապա, այլ եղան թիմեր դարպասապաների մարզիչ, եղավ գլխավոր մարզիչ 2-3 խաղ։ 2-3 խաղ, դա այնտեղ Սոչիում եղավ 3 խաղ եւ նաեւ Հայաստանի հավաքականում ընկերական խաղեր Կոսովո, մեկ էլ Ալբանիա 2.5 տարի առաջ։ Շատ հետո եղաք նաեւ Հայաստանի ազգային հավաքականում դարպասապանների մարզիչ։ Այո, դարպասապանների մարզիչ ու շատ դուր էր գալիս, հույսով եմ, որ ես եմ օգուտ տվել դաժե մարզիչս, մարշական հալովս, ոնց որ երբ որ պատրաստում եմ մեր դարպասապաներին, դա եղել է եւ Յուրչենկոն, Դավիթ Յուրչենկոն, ինչ որ մի հատված շատ օգնեց մեզ, ափսոս որ կարճ էր այդ հատվածը, նույնպես Չանչարևիչը հիմա, բայց իրանց տարիքով տղեկ են, բայց մինչև ես աշխատել եմ, համ ես եմ գոհ, իրանցից համ իրանք կարծեմ ինձանից։ Ռոման ջան, մինչև վերջին ավանդական 10 հարցին անցնելը, կցանկանամ ձեր կարծիքով կազմել խորհրդանշական հավաքական 11 ֆուտբոլիստի անուն, համաշխարհային մեծության աստղեր, 1-4-3-3 տակտիկական որն է ավելի շատ սիրում, կարծես ասեք 11 ֆուտբոլիստի։ Տարբեր, Եվրոպա, Ամերիկա, հայ ազգի կապ չունի, խորհրդանշական հավաքական։ Դե ես սկսեմ վերևից, հա, ավելի հարցակողներից, պարզը Մեսի, Ռոնալդո, այդ երկուսը մի թվում չենք տեսել, բայց տենց կլիներ երևի, մի քիչ ներքև Զիդան, շատ են կրեատիվ ֆուտբոլիստներ, միշտ մեր աշկան գնում է կրեատիվ ֆուտբոլիստների վրա, դրա համար այդ վերևի մասը մի քիչ հեշտ է, իսկ պաշտպանողականները ավելի է դժվարանում, բայց փորձեմ ես իմ կողքի էկրանի Զիդան կողքերը հարցակողները որոշեցինք, Ռոնալդո, Մեսի, կենտրոնական հարցակող, դե մի 3-ը որոշեցինք, հիմա կարելի է 3 կիսապաշտպան, այնքան լավ են խաղում անցած տարի, այնքան լավ են անցկացրել, կարելի է PSG-ի այդ 3 կենտրոնական կիսապաշտպաններին վերցնել, հիմիկվա դրության պարզա, որ ֆուտբոլը առաջ է քայլում, իսկ եթե ընդհանուր նաև նախորդ 2000-ականներից 2000 Ռոնալդինյո, բայց սախ ոս գոր խփող են, դեղ չկա այդքան, ով պաշտպանվի, բալանսավորված է պետք թիմը լինի, իրա լավ տարիների բախտ երևի Նոյերը, գերմանական պաշտպանություն կարելի է վերցնել իր այդ չեմպիոնական տարիները, Ֆիլիպ Լամի գլխավորությամբ, այո, և մի հատ հենակետային ամանում, հա, Կարլեն Մկրչյան, շատ լավ էր Կարլեն Մկրչյան, ես դարպասում կդնեի Ռոման Բերեզովսկի։ Ռոման ջան, անցնենք վերջին 10 հարցին, որ ես տալիս եմ բոլոր հյուրերին, եթե մեկ բառով նկարագրեք ձեզ, որ բառը կլինի դա։
Բարդ է։ Չեմ ուզում իմ մասին ասել, խոսամ խնդրում եմ։ Ուրիշի մասին ասեք։ Իսկ առհասարակ մարդկանց մեջ առաջինը որ հատկանիշն է կարևորում գնահատում։ Առհասարակ մարդուն բարձ լինելը, չեսնի լինելը, բարձություն, ոնց որ նու բարձ աշխատասեր մարդուն լյուբոյ հարգանք կա, աշխատասիրություն, բարձություն տենց կասեմ։ Ով է պատմության լավագույն մարզիկը։ Մարզիկը։ Կամ կարող եք նաև մի քանիսին նշել։ Նու բոլորը մինչև այդ շատ են ասել Պելեի մասին, մենք իրան իրականությունում տենց համարյա չենք տեսել մենակին, բայց երևի հավատանք մեր պապաներին եւ պապիկներին։ Պելե։ Երևանում որն է ձեր սիրած վայրը։ Սիրած վայրը։ Կա նման վայր։ Կա բոլոր Երևանը։ Հիմա Բանգլադեշում ենք, շատ դուրս եկել, քիչ եմ ստեղ եղել, բայց տենց բարձա որտեղ որ ծնվել, մեծացել եմ, մասիվը եւ նաեւ ստադիոնը մեր Հանրապետական Հրազդան նույնպես Ծիծեռնակաբերդը մեր լիքը տեղեր։ Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը ետ տալ, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Ես միշտ տենց մտածում եմ որ չեմ սիրում այդ հետ գնալ փոշմանել ինչ որ բանի համար ինձ թվում է ոնց որ բան չես փոխում բայց քո գլխի մեջ սկսվում է փորփորություն կամ եսի ինչ դրա համար ես դրա կողմնակիցը չեմ ով է բոլոր ժամանակների մեծագույն հայը կամ հայերը մի քանիսը կարող եք նշել ես հիմա այս վերջերս ինչ-որ միջոցառում ենք անցկացրել երեխաների համար եւ օգտվել ենք կողքի մեր շատ գեղեցիկ ես շուտվանից չեմ եղել, շուտվանից չեմ տեսել վայրերից այդ դեպի Լորի մարզը, այո, ու բարձանդեղ գնացել ենք ու աղբատ եւ այդ պատմություններն ենք լսել երևի այդ մարդիկ Սայատնովա, այո։ Շատ լավ։ Ինչ է ձեզ համար ընկերությունը Ռոման ջան։ Ընկերությունը որ դժվար ժամանակների ուսն է զգում ու նաև լավ ժամանակներին էլի քո կողքին է լինում։ Երևի այդ մարդիկ Թեբուտիկունք։ Այո։ Իր որը միշտ ձեզ հետ է։ Իր որը։ Ինչ որ բան որ միշտ ձեզ հետ է։ Իմ խաչը, այո, ինչ։ Եվ վերջում, ինչի մասին է այսօր երազում Ռոման Բերեզովսկին։ Տարիների ընթացքում ավելի ես մեծանում, ավելի ես սկսել ценить больше, начинаешь саму жизнь, это самый каждый день, который есть. Сегодня ты есть, завтра тебя нет, много чего происходит в этой жизни, и в тяжелые времена сейчас живем. Поэтому самое ценное – это оставаться человеком и ценить каждый свой день. Շատ շնորհակալ եմ Ռոման ջան։ Ձեզ շատ շնորհակալություն։ Կներեք, որ ռուսերեն վերջի բառը ասեցի։ Այսպիսին էր լեգենդար Ռոման Բերեզովսկին խաղադաշտում եւ իհարկե դրա սահմաններից դուրս։ Ձեզ հետ Շավարշ Հարությունյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։